Անզեն ժողովրդին հավաքել, բերել, հասցրել են այնպիսի մի տեղ, որը 3 կողմից շրջապատված է լեռներով, հարմար է կոդորելը ու կոդորել են։ Գյումրիից 25 կիլոմետր հյուսիս-արևելք Ջաջուրի լեռնանցքից ձախ Կամի ձոր, Ջարդի ձորը։ 1920 թվականի աշնանը թուրքերը այստեղ են բերել մոտ 15,000 հայի ու կոտորել։ Գնդակահարել ու ժայռերից ձորն են գլորել Ալեքսանդրապոլի ու Ղարաքիլիսեի խաղաղ բնակիչներին, հիմնականում կանանց ու երեխաներին։ Հատուկ ուսումնասիրված է տարածքը, փախնելու տեղ չկա։ Քիչ զորքով 15,000 մարդու սպանել են։ Պարզ է փաստը մեր ժողովրդի համար մոռանալու չէ, դրա համար ամեն ապրիլի 24-ին գալիս են այստեղ հիշելու մեր անմեղ զոհերը։ Ջարդի ձորը ուխտատեղի է դարձել Շիրակի և Լոռու մարզի բնակիչների համար։ Սաստիկ ցուրտն ու անձրևը արհամարելով հարյուրավոր ուխտավորներ ծաղիկներ են խոնարել սպանված նախնիների հիշատակին։ Այս էջը երբևիցե չի ճնճվելու մեր պատմության, մեր հիշողությունների մեջ, բայց ամենակարևորը այս պատմությունից դասեր քաղելն է ու հասկանալ, թե ինչի համար է տեղի ունեցել, երբ է տեղի ունեցել եւ ինչ պիտի անենք մենք, որ երբևիցե նման ցեղասպանություններ տեղի չունենան։ Ալեքսանդրապոլի ու Ղարաքիլիսեի խաղաղ բնակիչներին ինչու են սպանել 1915-ի ջարդերից 5 տարի անց։ Շիրակի մարզպետի ինչու է տեղի ունեցել այդ ջարդերը հարցը մեկ պատասխան ունի ըստ պատմաբանների։ Որովհետև հայ էին ու որովհետև թուրքերը հիմա էլ չեն հրաժարվում հայկական ինքնությունը տարածաշրջանից ջնջելու Օսմանյան ծրագրից։ Ցեղասպանությունը եղել է ոչ միայն 15 թվին, ինչպես նշում են, այլ դրանից ավելի շուտ է սկսվել, դրանց հետո էլի է շարունակվել, շատ ավելի 70 տարի հետո եղան Սումգայիթյան կոդորածներ, եղան Բաքվի կոդորածներ, հետո Արցախի հայաթափում, այս բոլորը ցույց է տալիս, որ Թուրքի հետ մենք կարող ենք պարզապես հարևաններ լինել, հանդուրժել մեկից մեկից, որպես տարաբևեր ազգեր, իսկ Թուրքի հետ բարեկամ լինել, դա բացառվում է։ Ուրանում են նա, ում ձեռքերը արյունոտ են, անընդունելի է, որ հայերի ողբերգական անցյալը մոռանալու անթաքույց պահանջ է հնչում Հայաստանի իշխանությունից։ Եթե թուրքն է շղթում դա, պատապարտելի է, բայց միտեղ հասկանալի, բայց երբ ներսում են փորձում կասկածի տակ դնել, ուրեմն դա այլ բանի մասին է խոսում։ Իսկական հայը երբեք չի կարող հաշտ լինել իր նախնիների ցեղասպանության հարցում։ Երկրի ղեկավարը խուսափում է հայոց ցեղասպանություն արտահայտությունից եւ ամեն անգամ դա անվանում է մեծ եղեռ։ Կարծես թե սկսել է ընտրողաբար մոտենալ իր ձևակերպումների մեջ, որպեսզի հաջողանա իր բազմաթիվ տերերին, իսկ հայոց ցեղասպանության զոհերի ուրացումը դա առաջին է մեղք է, որը դու գործում ես Աստծո հանդեպ։ Թուրքիայում ու Ադրբեջանում հայատյացության նահանջ չկա, հակառակը ցեղասպանությանը բնորոշ տարրերը շղարշված են արատավոր դրսևորումներով։ Հայաստանի շրջափակումն ու Արցախի հայաթափումը այդ գործոններից են։ Զարուհի Սահակյան, Ալեքսան Սարգսյան, Խաչատուր Գևորգյան և Արմեն Ապրեսյան, Հայլուր։